Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Անկախության 106-ամյակ Արևմտյան Հայաստանը պատմական առաքելությունը Մասիսին Ճիճյան, Western Armenia շաբաթաթերթին 100-րդ համանատույց եկավ, Մունքսաղս հրանտանք հրանձինքին հիշատակը յուրան սպանության 19-րդ տարելիցին, Հրդեհ, Սիրիվ Հիսարի հայկական եկեղեցու դիմաց լույսատեսալ Արցախադեմ իրականացված ցեղասպանության գիտաժողովի նյութեր հատորը, Կարինա Սանասարյան վարժարանի շենքը վտանգված է, Համադրված ապացույցներ համշենցիների հայկական ծագման մասին Աշոտ դժվժիկ։ Աշխարհը սոր առաջնորդվում է ուժի ու նյութական շահերի օրենքով, ինչը ծնում է անարդարություն ու ողբերգություն է։ Սակայն գոյություն ունի մի հատ բարձրագույն ու անփոփոխարժեքի երահիմնված ուղի ճշմարտություն, արդարություն ու սեր։ Հայ ժողովուրդը որպես բնիկ ու բարձր հոգևոր առաքելություն ունեցողած կոչված է պատրաստվելի էթեզի աշխարհի առաջնորդմանը։ Արևմտյան Հայաստանը մեր ակունքն է, իսկ իրան պետականությունը արդարության հաստատման շարժիչ ուժը։ Կեցցե Արևմտյան Հայաստանը։ Western Armenia շաբաթաթերթին 100-րդ համանատույց եկալ համարի շապիկի նկարված ամենն հայց կաթողիկոս Գևորգ Սուրենյանցը։ Գևորգ Սուրենյանցը պատմության մեջին հայտնի է որպես ազգային միասնականության ու հոգևոր դիմադրության խորհրդանիշ։ Իրեն կերպարը մարմնավորում է հայ ժողովրդին կամքը պաշտպանելի հավատը, սրբավայրերի ու ինքնությունը գոյաբանական վտանգների պայմաններում։ Այդ պատճառով իր լուսանկարը զարդարում է շաբաթաթերթի գլխավոր էջը որպես պատմական հիշեցում ու արժեքային ուղենիշ։ Ամենայն հայց կաթողիկոս Գևորգ Սուրենյանցն էլ 2012 թվականին պաշտոնապես հանձնարարել է Պողոս Նուբարին պաշտպանել հայկական հարցը սաղ միջազգային մարմիններում ու Գերագույն Դաշնակիցների խորհրդում Սուլթան Աբդուլհամիդ II կողմից իրականացված հայերի ցեղասպանությունից ու Ադանայի կոտորածների անհետը։ Համարը ներառում է նյութեր Արևմտյան Հայաստանապատմության, մշակութային ժառանգության, ինքնության պահպանման ու ժամանակակից մարտահրավերների մասին շարունակելով շաբաթաթերթի հիմնական առաքելությունը պահել անցյալի հիշողությունը ու փոխանցել ներկային։ Western Armenia շաբաթաթերթը հրատարակվում է հայերեն, թուրքերեն, անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով նպաստելով հայկական մշակույթի տարածմանն Արևմտյան Հայաստանի մասին միջազգային իրազեկության խորացմանը։ Հրանձինքի հիշատակը հարգվել է յուրան սպանության 19-րդ տարելիցին։ Տարիներ անց արդարության կոչը նորից արձագանք հաճարել Կոստանդնուպոլսի Օսմանբեյ թաղամասում Սեբադ բնակելի համալիրի առջև վեր է նախկինում Ագոստ թերթի գլխավոր գրասենյակն էլ, որտեղ ինքը սպանվել է։ Հազարավոր մարդիկ տարբեր ծերուններ ու հասարակական շերտերը հավաքված են Մունքսաղս հրանտան կարգախոսի ներքո։ Ֆասադին փակված մեծ պաստառը դինքի լուսանկարով 19 հունվարի 19 տարի ճշմարտության ու արդարության հետապնդմամբ Ագոստը 30 տարեկան գրությամբ հիշեցնում է յուրան ժառանգության մասին։ Հնչելիսն էլ նաև արդեն խորհրդանշական տարած կոչերը Մունքսաղս հրանտանք, Մունքսաղս հայենք ու արդարություն հրանտին հետի։ Տարելիցի ելույթով հանդես եկալ Լեդա Օզբերը, հրանձինքի երկարամյա գործընկերը Ագոստի փոխխմբագիրը, վերխոսալը ձինքի լրագրողական փիլիսոփայության խաղաղության հետի յուրան պայքարի Ագոստի 30-ամյա ճանապարհի մասին։ Հրանձինքի խոսքերը ինքը հրաժարվել չեն լեզվից վերին հվտալիս այլել ու թողալ չի այդ վղը սոր շարունակում են հնչել որպես խղճի ու պատասխանատվության կոչ։ Հունվարի 16-ին երեկոյան Սիրվի Հիսարի Սուրբ Երրորդություն պատմական հայկական եկեղեցու ռուչին գտնվող մի հատ քյոհնածառ դիտավորյալ այրվալա։ Դեպքի մասին հայտնում է ակունքնետը հողմնելով թուրքական լրատվամիջոցներին։ Հրդեհը ժամանակի նկատվալա ու դեպքի վայր է եկալ հրշեջ ծառայությունը յուրան շնորհիվ կրակը արագ մարվալա։ Սիրվի Հիսարին քաղաքապետ Հաբիլ Դոկմեջին դատապարտալա միջադեպը անվանելով հարձակում համընդհանուր մշակութային ժառանգության բնության դեմ։ Յուրանսելավը դեպքի առիթ պաշտոնական հետաքննությունն սկսվել ու գործերն ընթանում մեղավորների ինքնությունը պարզելի ուղղությամբ։ Հիշեցնենք վեր Սիրվի Հիսարի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին կառուցվել է 1650 թվականին ու հանդիսանում Արևմտյան Հայաստանը տարածքում գտնվող խոշոր հայկական վանական համալիրների ամինը։ 2025 թվականին Անտիլիասի տպարանից լույսատեսել Խաչիկ Պապիկյան հրատարակչական հիմնադրամի 18-րդ հատորը Արցախադեմ իրականացված ցեղասպանության գիտաժողովի նյութեր վերանգրավ։ Իդեպ 42 էջանոց ժողովածուն ամփոփում է 2024 թվականի ապրիլի 21-ից 22-ին լայց գիտաժողովի զեկույցներն ու ուսումնասիրությունները։ Հատորում ներկայացված են հայ ու օտարազգի պատմաբանների, քաղաքագետների ու իրավաբանների վերլուծությունները նվիրված Արցախադեմ Ադրբեջանի վարած ցեղասպանական քաղաքականությանը, պատմության, կեղծարարությանը, ժողովրդագրական ճնշումների, մշակութային ժառանգության ոչնչացմանը, մինչև Թուրքիայի դերակատարությանը տարածաշրջանում։ Ժողովածույում ընդգծվում է վեր Արցախը հարցը լուծված չի ու շարունակում է մնալ համահայկական նորակարգի առանցքային խնդիր։ Հեղինակները կարևորում են արցախահայության իրավունքների միջազգային իրավական պաշտպանությունը ու իրանց անվտանգ ետրնալի անհրաժեշտությունը։ Գիտաժողովի նյութերը ևս մի հետ հաստատում են վեր արցախահայության իրավունքների պաշտպանությունը պահանջում է հետևողական, համապարփակ ու համազգային քաղաքական մոտեցում։
Արևմտյան Հայաստանը օկուպացված մայրաքաղաք Կարին քաղաքում ծրագրվում է քանդել Սանասարյան հայկական դպրոցի քյոհնաշենքը, վերը Օսմանյան ժամանակաշրջանում ծառայել է որպես կրթական հաստատություն։ Շկոլը հիմնադրված է 19-րդ դարում, Մկրտիչ Սանասարյանի ֆինանսավորումով ու Կարապետ Եզյանի ջանքերով, հաղորդում է Էրմենի Հավերը։ Կարինի նախկին նահանգապետ Մուստաֆա Չիվչին նշալավեր շենքը կիսավերա ու կապա այցելուներին հետի, բայց ընդգծալավեր քանդման դեպքում նախատեսման վերականգնել սկզբնական տեսքին համապատասխան։ Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության պատգամավոր Քամիլ Այդինը խիստ հակառակություն է հայտնել, շեշտել ավեր շենքը պատմական հայկական հուշարձան է։ Շենքի պահպանությունը ուսումնասիրելը կարևոր է հունցը հայկական ժառանգության դել տարածաշրջանի պատմության հետի, նշում են տեղական փորձագետները։ Համշենցիների ծագումը համառորեն ներկայացվում է թուրքական պաշտոնական պատմագրության մեջին որպես թուրք օղուզական, սակայն փաստերը պարզ են։ Համշենցիկ պատմականորեն հայկական են։ Պատմական ապացույցն է։ Մեր թվարկությունից առաջ 18-ից 8-րդ դարերում Սև ծովի հյուսիսարևելյան ափը իրել է Հայասա պետական միավորման մաս, իսկ մեր թվարկությունից առաջինից 7-րդ դարերում արաբական ճնշումներից փախած հայ զինվորների ու իշխան Համա Մամատունու ընտանիքների կողմից հիմնադրվել է Համշենը ամրոցը, վերը հետագայում տրվել է Համշեն հայկական հիմնադրությամբ ու բնակչությամբ։ Լեզվաբանական ապացույցն է։ Համշենցիները լազերեն Սումեխի անվանում հայտնի են, ինչը նշանակում է հայ ու այս էթնոնիմը կապ չունի վրացերեն Սամխրեթ հարաբառենի հետ։ Հիդրոնիմական ապացույցն է։ Համշենցիների բնակության տարածքում գետերի անունները Փարդանիս, Աթինա ու Մեծձոր հայկական կամ հունա հայկական ծագում ունին, ինչը վկայում է տեղաբնիկության մասին ու տարածաշրջանի ազգային ազդեցության գոտիների պահպանման մասին։ Ազգագրական ապացույցն է։ Միջնադարում Համշենը Տրապիզոնի կայսրության արևելյան հատվածում հիմնականում համշենցիների բնակավայրն էր, լեռնային շրջաններում բնակչության 90%-ից ավելին հայեր են ելել։ Օսմանյան նվաճմանը ետը հայաբնակ քրիստոնյա համշենցիները ենթարկվել են իսլամական ու տեղահանության, բայց պատմական հիշողությունն ու լեզուն պահպանվել են։ Այս ապացույցների համադրումով կարինք վստահին ինքվեր համշենցիկ հայ ազգի հնագույն անբաժանելի մասն են ու պատմությունը, լեզուն, տեղանունները վկայում են դրա ճշմարտացիությունը։ Տժվժիկը հայկական կողնյուն զարդերից միննա, սաղսել սիրում ենք, դրա հետ էլ արագ անցնկենում պդրստելուն։ Հայկական ընտանիքներում տժվիժիկը շուշուտ պդրաստվում է հատուկ առիթների, տոնակատարությունների կամ պրոստը ընտանիքի համատեղ ճաշերին հետի, որովհետև համատեղում է պարզությունը, համեղությունը յուրան ամենալավ ձևավը։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ եսքանք պդրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկայցիք։